սիրելի հեռուստադիտող, 21 TV եթերում իր գարնանային չնայած սեզոնը այնպիսին է, որ ձմեռն ու ամառն ու գարունն ու աշունը այլևս չես տարբերել, չեն կարողանում տարբերել, այնուամենայնիվ այստեղ մեզ մոտ տաղավարում շատ տաք է, գեղեցիկ, այնպես որ այս պահին իհարկե եթերը սկսում է օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Բարի լույս, աշխարհի ամենահավատարիմ հեռուստադիտողին, մենք մեծ սիրով ուրախությամբ, ինչպես միշտ դրական էներգիայով սկսում ենք առավոտը եւ ուզում ենք, որ ձեր օրը անցնի բարի։ Առաջիկա 1 ժամվա ընթացքում եղեք մեզ հետ միասին, շատ հետաքրքիր եթեր է սպասվում ու յուրահատուկ խոստանում ենք ձեզ։ Այս պահին առաջարկում ենք մի լավ տեսահոլովակ, որպեսզի ուրախ ռիթմերով միասին արթնանանք։ Բարենք ուրախանանք եւ արտանանք։ Գնացինք։ Մարզվեցինք, կարծում եմ երաժշտությունը օգնեց, որպեսզի էլ ավելի թարմանանք ու լավ սկսենք մեր առավոտը, բայց հարցերից մեկն է նաև, թե ինչ կարելի է հագնել, հատկապես նշեցիր Վրեժ ջան, որ արդեն անհասկանալի եղանակ է, այնպես անենք, որ եւ գեղեցիկ լինենք, բայց եւ նորաձև լինենք, բայց նաեւ հարմար լինի, այս բոլոր հարցերի պատասխանները իհարկե ավելի լավ է տան պրոֆեսիոնալները։ Իսկ դրա համար լավագույնս մեզ մոտ իհարկե ավանդաբար անում է նորաձևության հետքերով Նայարան Հարությունյան, գնանք այս պահին տեսնենք, թե ինչ խելագար գույներ է առաջարկում այս պահին Նայարան։ Ողջույն, ձեզ հետ Նաիրա Հարությունյանն է եւ մենք քայլելու ենք նորաձևության հետքերով։ Այսօր փորձելու ենք համադրել թանկարժեք իրերը բազային հագուստների հետ։ Դե ինչ գնացինք միասին պարզելու։ Այսօր նորաձևության ամենակայուն տրենդերից մեկը լյուքսի եւ մաս մարքետի խառնուրդն է։ Եվ դա արդեն պարզապես ոչային հնարք չէ, այլ ժամանակակից զգեստապահարանի իրական փիլիսոփայություն։ Ավելի վաղ նորաձևությունը բավականին կտրուկ էր, կամ դու լյուքս ես կրում, կամ մատչելի բրենդեր։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ դիզայներներն ու ինֆլուենսերները սկսեցին համարձակորեն համադրել թանկարժեք իրերը բազային հագուստի հետ։ Օրինակ, Շանելի պայուսակը Zara-ի ջինսերի հետ, կամ դասական վերարկուն Max Mara-ից պարզ շապիկների հետ H&M-ից։ Ինչու սա դարձավ այդքան տարածված։ Նախ փոխվեց նորաձևության հանդեպ վերաբերմունքը, այսօր ավելի շատ գնահատվում է ոչ թե հագուստի գինը, այլ ճաշակը եւ այն ներկայացնելու կարողությունը։ Ոճը դարձել է ավելի անհատականացված, կարևորը թե ինչպես ես համադրում, ոչ թե որքան է նրա արժեքը։ Երկրորդ, սա կապված է գիտակցված սպառման հետ։ Մարդիկ ավելի հաճախ ներդրում են անում 1 կամ 2 որակյալ երկարաժամկետ օգտագործման իրերի մեջ, օրինակ պայուսակի կամ կոշիկի, եւ դրանք լրացվում ավելի մատչելի բազային հագուստով։ Սա դարձնում է զգեստապահարանը եւ գործնական, եւ տնտեսապես արդարացված։ Իհարկե, իր դերն ունեն նաեւ սոցիալական ցանցերը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ինֆլուենսերները ամբողջ աշխարհում խառնում լյուքսն ու մաս մարքետը, կոտրելով հին նորաձևության կանոնները։ Այսօր մեկ բրենդից ամբողջական կերպար total look կրելը արդեն այնքան հետաքրքիր չէ, որքան յուրահատուկ համադրություն ստեղծելը։ Բացի այդ, հենց լյուքս բրենդերն էլ ավելի են մոտենում առօրյա կյանքին, իսկ մաս մարքետը հակառակը, ավելի հաճախ է ոգեշնչվում պոդիումներից, օրինակ Gucci կամ Prada-ի ցուցադրություններից։ Արդյունքում լյուքսի եւ մաս մարքետի խառնուրդը խոսում է ազատության, կրեատիվության եւ նորաձևության նկատմամբ նոր հայացքի մասին։ Սա հնարավորություն է լինել ոճային այստեղ եւ հիմա, առանց սահմանափակվելու որևէ շրջանակներով, եւ հավանաբար հենց դրա համար էլ այս տրենդը դեռ երկար կմնա մեզ հետ։ Դե ինչ սիրելիներս, եղեք ազատ, կրեատիվ եւ նորաձև։ Ձեզ հետ Նաիրա Հարությունյանն էր, մնացեք բարով։ Վերադարձանք տաղավար եւ ունենք այսօր շատ հետաքրքիր հյուր ու անդրադառնալու ենք կարևոր թեմայի։ Անդրադառնալու ենք շատ կարևոր թեմայի, շատ կարևոր սոցիումի։ Վերջերս մարտի 21-ին դա ունի համախտանիշով մարդկանց համաշխարհային օրներ։ Եվ այս շրջանակներում իհարկե բոլորս մենք գիտենք, թե ինչպիսի նոր ծրագրեր եւ մեր կյանք առհասարակ նմանատիպ համախտանիշ ունեցող մարդիկ, որտեղ սա հիվանդություն չէ, սա համախտանիշ է, ինչպես են գրկվել, ինչպես են ապրում եւ նրանց կարեւորությունը մեր կյանքում, ինչպես նաեւ մեր կարեւորությունը իրենց կյանքում, որքանով առավել է, քանի որ մենք խոսում ենք միշտ նրանց իրավունքների, նրանց սոցիալական, այո, կարգավիճակի մասին, ինչու ոչ նաեւ նրանց ներառականության մասին։ Եվ ոչ պակաս այսօր մի հետաքրքիր զրույց ենք ունենալու մեր հյուրի հետ, դիտելու ենք իհարկե գեղեցիկ տեսահոլովակ, որի խորագիրն է հենց ներառականությունը այս ոլորտում, դա ունի համախտանիշի եւ մեր հյուրն է։ Եվ մեր հյուրն է ռեժիսոր Վահե Յանը այսօր, ով արդեն մեր տաղավարում է, շտապում եմ ողջունել, բարի լույս Վահե ջան։ Բարի լույս, ես շատ ուրախ եմ կրկին գտնվել ձեր տաղավարում։
Մենք էլ ենք շատ ուրախ, որ այսօր այստեղ եք ու գիտենք, որ իսկապես տարատեսակ միջոցառումներ են լինում եւ եւս մեկ միջոցառում կայացավ Կամերային երաժշտության տանը շատ հետաքրքիր նախաբանով, հա, մի փոքր պատմենք հեռուստադիտողին, ովքեր ներկա չեն գտնվել, ինչ կատարվեց այդ օրը։ Մարտի 21-ին դա ունի համախտանիշի միջազգային օրն էր եւ այդ օրը տեղի ունեցավ Արև երեխաների զանգակներ խմբի համերգը, ինչպես նաեւ ցուցադրվեցին երկու սոցիալական հոլովակներ։ Լուսանկարներով ցուցահանդես էր։ Եղավ, այո, լուսանկարներով ցուցահանդես կար, որտեղ պատկերված են երեխաների աչքերը, որը որ շատ տպավորիչ էր սև ու սպիտակ, ամբողջությամբ պատերին փակցված էր եւ շատ գեղեցիկ մթնոլորտ էր ընդհանուր, եւ այդ օրը առանձնահատկությունը նրանում էր կայանում, որ ես զգում էի, որ ամենտեղ թևածում էր սերը։ Սեր կար, նվիրում կար, հավատարմություն կար եւ այդ ջերմ մթնոլորտը, որ կար, ինչ շատ դուր եկավ ու կուզեի, որ տարվա մեջ ոչ թե մեկ օր, այլ շատ օրեր այդպես լինեին։ Վայ, հետաքրքիր է լուսանկարները, որոնք նկարվել էին երեխաները, դա ունի համախտանիշ ունեցող երեխաների աչքեր էր նկարված։ Այո։ Շատ, այսինքն ինդիվիդուալ է։ Այո, բոլոր արիվ երեխաների աչքերն էին։ Իրենք բնականաբար բոլորս գիտենք, եթե ովքեր որ իհարկե առնչություն չեն ունեցել, մենք բոլորս առնչություն ունեցել ենք, գիտենք, որ իրենք ունեն հատուկ սպეციფიկ հատկանիշ, դա բարությունն է։ Երբ նմանատիպ համախտանիշ ունեցող մարդ հետ շփվում ես, առաջինը քեզ արև է գալիս ու բարություն է գալիս։ Այ այսօր առհասարակ լինելով նաև այդ սոցիում ուսումնասիրելով մեր երկրում կա կարևոր առաջնահերթություն անընդհատ անդրադառնալու այս ոլորտին եւ այսպես ասած ավելի շեշտադրելու, հա, նմանատիպ սոցիում ունեցող մարդկանց կարգավիճակը։ Կարծում եմ այո, իհարկե, որովհետև պետք է ամեն օր եւ ամեն անգամ ավելի լսելի ձայնը դարձնել իրենց ձայնը։ Ինչպես են դարել մարդիկ այսօր ավելի բարի, չեմ ուզում ասեմ այս բառը, ավելի բաց են դարել նմանատիպ համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ։ Ավելի հանդուրժող, ավելի ընկալող եւ դա գիտեք նաև ինչից է կախված, որ նման թեմայով շատ նյութերի են հանդիպում, այսինքն նաև գիտելիքի խնդիրն է։ Երբ որ գիտելիքը քիչ է լինում, գուցե արտասովոր հայացք նետես, բայց քանի որ դրա մասին շատ է խոսվում, արդեն ավելի ընդունելի ու հասկանալի է լինում քեզ համար։ Շատ կարևոր այս առումով նաև սոցիալական հոլովակները, որոնք եւս մեկ անգամ օգնում են ու հիշեցնում են մեզ արև մարդկանց մասին։ Առաջարկում ենք այս պահին հենց 21 TV-ի եթերում օրդվարի շրջանակներում, այսպես ասած, պրեմիերա անել յուրահատուկ սոցիալական հոլովակի, որ ասում է մի հրաժարվիր քո արևից, դիտենք ու վերադառնանք զրուցենք։ Բայց մինչև դիտելը կարող եմ մի բան ասել։ Իհարկե։ Որ դիտելուց հետո անակնկալ է լինելու եւ դար 21-ի բարելույսի ձևաչափը մի քիչ կփոխվի եւ դա ինձ շատ դուր է գալիս։ Սիրով կփոխենք, ես արդեն գիտեմ անակնկալի մասին, հետաքրքիր է լինելու, այնպես որ չփոխեք հեռուստալիքը, մնացեք դիտեք այս պահին գեղեցիկ տեսահոլովակ Վահեյանի կողմից։ 21 TV-ի եթերում իր աշխատանքը շարունակում է օրը դբարին եւ այս պահին իհարկե եթե նոր եք միացել, չփոխեք հեռուստալիքը, ժամանակն է ներկայացնելու հյուրերին։ Իհարկե ներկայացրել ենք մեր հյուրին, բայց այլ ձևաչափով։ Մեր հյուրերն են այս պահին Անահիտ Կիրակոսյանը, բարի առավոտ, եւ ռեժիսոր Վահեյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Հիմա հեռուստադիտողի մոտ իհարկե հարց է առաջանալու, թե ինչու, եթե դեռ չեն դիտել տեսահոլովակը, իսկ եթե դիտել են, արդեն կարծում եմ ձեզ համար պարզ էր, որ այն տեսահոլովակը, որը նկարահանվել էր, ամբողջական այդ տեսահոլովակի հերոսուհին է Անահիտ Կիրակոսյան, ով ներկայացնում է շատ կարևոր սոցիում, որը որ այսօր մեզ համար արդիական է եւ մեր կյանքում կարևոր նշանակություն ունի ուշադրության, առանձնահատկության համար եւ դա ունի համախտանիշ ունեցող նոր ծնվող երեխայի, իհարկե ինչպես հասկացա ես եւս նկատմամբ նրա մոր ծնողի վերաբերմունքն է, թե ինչպես պետք է վարվել, եթե նմանատիպ իհարկե այո առիթ է եղել ընտանիքում կամ ծննդաբերել է կինը նմանատիպ համախտանիշ ունեցող երեխայի։ Այ մինչ դրան անդրադառնալ Անահիտ, կուզենամ Վահեին հարց տալ, թե ինչպես ծնվեց այս տեսահոլովակի գաղափարը եւ ինչպես եղավ, որ Անահիտը
հրավիրվեց ու նկարահանվեց տեսահոլովակում։ Տեսահոլովակի գաղափարը ծնվեց, երբ Տեր Գրիգոր Գրիգորյանը պատմեց հենց իր պատմությունը եւ այդ պատմությունն այնքան ազդեց ինձ վրա, որ ես սկսեցի արդեն այդ ուղղությամբ սցենար մտածել։ Դրանից հետո, սցենարը մտածելուց հետո ես հյուրընկալվեցի ձեզ այստեղ էի եւ եթերի ժամանակ մի անգամ, երբ առաջին հոլովակս էի բերել արև երեխաների, Անահիտը ասեց. «Վայ, օրինակ ես այնքան կուզենայի»։ Ես հիշում եմ, մենք միասին։ Հա, եթե նման բան լինի, ես մեծ սիրով իմ կնկարվեմ։ Ես էլ ասի, ես ֆիքսեցի։ Ու դրանից հետո Էդ էլ եմ հիշում, այստեղ ասեցիք ու գնացիք։ Երբ որ արդեն սցենարը վերջնականացնում էի, ես այդ դրվագները ամբողջությամբ տեսնում էի Անահիտով էի տեսնում ու ճիշտ ասած չգիտեի դեռ Անահիտը կհամաձայնվի թե չէ, դա ուղղակի խոսք էր, որ եթերից էր ասվել գեղեցկության համար թե ոչ, ու անընդհատ այդ սցենարը, որ ուղեղից մեջ պտտվում էր, ես կադրերով անընդհատ տեսնում էի Անահիտին։ Մի խոսքով գրեցի, բայց դեռ Անահիտին չեմ ասել, ու որոշեցի մի օրիգինալ բան անեմ, ինձ համար հետաքրքիր էր դա։ Բոլորին տեղյակ են պահում, հեռախոսով զանգում են, պայմանավորվում են, հետո արդեն ավելի հրապարակային են սարքում հրավերը, ես որոշեցի առանց Անահիտին տեղյակ պահելու հրապարակային Անահիտին հրավեր ուղարկեմ, որ դու հրավիրված ես, ես քեզ տեսել եմ դա եւս քո ստորիում դրված, որը որ Անահիտի մոտ էր։ Այո։ Ասեմ, այդ ամենը շատ իրական է, իրականում ոչ մի խաղարկայնություն չկա, բացարձակ անսպասելի կերպով ես բացվում Instagram-յան էջը։ Վահեյանը տեսա ուղերձով ասում է, որ Անահիտ ջան, դու մի անգամ եթերում ասել ես այ սա, ցույց է տալիս եթերով իմ խոսքը, երբ ես ասում եմ ես պատրաստ եմ։ Եվ ասում է ես քեզ հիմա հրավիրում եմ այս դերով, այս դերը առաջարկում եմ, կհամաձայնես թե ոչ, պատասխանիր հրապարակավ։ Ու ես նույն կերպ story միջոցով պատասխանեցի, որ այո, եթե ես ինչ-որ մի բան եմ հնչեցնում եթերում, դա ուղղակի սիրուն խոսքեր չեն, ես պատրաստ եմ մեծագույն սիրով ընդունել առաջարկը, այն էլ գլխավոր չիմանալով թե ինչ պետք է նկարվեմ, որտեղ։ Այո, բայց ես գիտեի, եթե Վահեն է ռեժիսորը, անկեղծ Վահեն շատ վստահում եմ որպես ռեժիսոր, մենք իրար հետ երբեք չէինք աշխատել, բայց ես իրեն գիտեմ տարիներ շարունակ, մոտ 18 տարի ու գիտեմ ինչ որակ յուրահատուկ ձեռագիր ու անպայման խորություն կա իր արած աշխատանքի մեջ, այնպես որ ինձ համար մեծագույն պատիվ էր ու շատ ուրախալի այս առաջարկը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վահեին։ Ես էլ եմ շնորհակալություն հայտնում, որ շատ հետաքրքիր եւ հոգեբանորեն բավականին լուրջ շեշտադրում ունեցող տեսահոլովակ է, անհնար է առանց ուզվելու դիտել, քանի անգամ ուզում ես նայիր։ Այ Անահիտ, երբ ստացար արդեն հրավերը եւ ներկայացվեց թե ինչ թեմայում է նկարահանվելու եւ ինչ ես ներկայացնելու։ Ինչ տեղի ունեցավ մամա ջան։ Իրականում տարբերվում էր ցանկացած այլ դերից, որ ես երբևէ ստացել եմ, ինչով որ նախ պատմությունը իրական էր ու դու գիտես, որ դա կատարվել է շատ մարդկանց հետ ու դու պիտի մաքսիմում բնական կերպով հույզերդ արտահայտես, որպեսզի այդ մարդիկ տեսնելուց հավատան քո արածին, հա, որ դա ոչ թե ինչ-որ աշխատանքային գործ է կամ հերթական դեր է, այլ զգացողություն է, իրողություն, որ պիտի ճիշտ մատուցես, շատ լուրջ եմ մոտեցել դերին, փորձել եմ կատարել մաքսիմում Վահեի տրված խնդիրները, մեծ պատասխանատվությամբ ու մեծ սիրով, տպավորությունների մասին հետո կխոսեմ, բայց ուզում եմ ասել, որ ուրախ էի այս տեսակ դեր ունենալու համար, բայց շատ ծանր էր այս տեսակ դեր կատարել։ Միանշանակ երկակի զգացողություն։ Ես երբ դիտեցի առաջին անգամ, ինձ մոտ համար առաջինը, որ հենց այսպես ոնց որ լույսի նման գար, մտքիս մեջ Անահիտ մտածեցի, ասեցի օրինակ հիմա դիտող կանայք կան, ովքեր որ բախվել են նմանատիպ խնդրի եւ չեն վերցրել իրենց երեխային, ասենք ինչ ազդեցություն է սա ունենալու իրենց վրա։ Այս հարցը եւ շատ հետաքրքիր է, առաջինը որ եղել է ինձ մոտ դա ա եղել եւ հետաքրքիր բան տեղ ունեցավ, ասի որ ինձ թվում է երևի մեծամասնությունը որ նայեն այս հոլովակը հաստատ փոշմանած կուզենան նաեւ վերադարձնեն, գտնեն իրենց բալիկներին, իսկ նրանք ովքեր որ
դեռևս իհարկե Աստված մի արածց է, դա գիտենք, որ մենք չենք որոշում, 21-րդ այդ քրոմոսոմի բանն է, չէ, այդ ավել բանն է, որ կամ ավել է լինում կամ բան է։ Դա լինում է մարդու այդ ստեղծման այդ process-ի մեջ, եւ ովքեր որ ունենում են, կարծում եմ, որ նրանք էլ նաեւ դիտելով այս սոցիալական հոլովակը, իրենք ուժ են ստանում եւ հաստատ հաջորդի եկողների համար եւս մեծ սա դիվիզ է։ Ես վստահ եմ։ Ես կարծում եմ, որ սոցիալական հոլովակը շատ հարցեր առաջ կքաշի եւ շատ բան կփոխի հանդիսատեսի մեջ, հա, ինչպես ասեցի, կայացվող որոշումների հարցում կամ կայացված ափսոսանք եւ սոցիալական հոլովակը հենց դրա համար դրան էլ կոչված էր։ Եվ հոլովակը ստեղծելիս թեման շատ նուրբ թեմա է եւ մենք լարախաղացի պես էինք գնում այդ թեմայով, դա նաև դերասանական խաղի հետ է կախված, որովհետև ֆանտաստիկ է եղել։ Մի քիչ երխաղ լիներ, արդեն ծիծաղելի կդառնար, մի քիչ արդեն քիչ կլիներ, Անահիտը կարողացավ այդ լարի վրայով անցնել ու ես հենց այդպես էլ պատկերացնում եմ, հրավերում ասել էի, որ ես քեզ եմ պատկերացնում, որ կարող ես խաղալ ու խաղաց լավ ու ինձ շատ դուր եկավ մեր առաջին համագործակցությունը, իրոք դա ինձ համար իրադարձային էր ու վստահ եմ, որ հետագա իմ ստեղծագործական կյանքում, ստեղծագործական գործերում միանշանակ Անահիտը ներկա կլինի եւ պատահական չէ, որ հիմա դուք հաղորդավարները եւ ես նստած եմ ձեր մեջտեղում, ես բաժանեցի Անահիտին ձեզնից, Նվեր ջան, ուզում եմ դուք խանդով չվերաբերվեք, բայց մի շատ կարեւոր բան եմ ուզում ասել, որ բայց քո պարագայում չէ։ Անահիտը կինոյում եւ թատրոնում շատ ավելի բան ունի անելու, քան հեռուստատեսությունում եւ ունի պոտենցիալ չի իրականացված, որը պետք է իրականանա ավելի շատ կինոյում եւ թատրոնում, քան հեռուստատեսությունում։ Շնորհակալ եմ։ Դա անառարկելի է, դա անառարկելի է, վայ ջան։ Այ հետաքրքիր է ինչպես են արձագանքները եւ մի հետաքրքիր բան էլ այս պահին եկավ։ Արդյոք հնարավոր է հոլովակը տալ ծննդատներին, որտեղ որ երեխաներ են ծնվում, այնտեղ հաճախ կան էկրաններ դրված, գիտենք, չէ՞ որ պատտվի, տեսնեն այս սոցիալական հոլովակը։ Ես կարծում եմ, որ սա նաեւ ճիշտ դիվիզ է, քանի որ այն սոցիումը իրենից կրում, վայ ջան։ Միգուցե եթե չեք արել, օրինակ ասենք գաղափարեր նաև էլի, սա կարևոր բան է, որ իրենք տեսնեն հաճախ, ոչ միայն բանում, որտեղ հենց կոնկրետ թիրախ է այս ամեն ինչը տեղի ունենում այնտեղ որտեղ որ մայրը պետք է որոշում կայացնի։ Ջրբաժանի մեջտեղում է, չէ, երեխան, ինքը, սոցիումը եւ ձայնը, որը որ իրեն ասում է, որ մենք գիտենք, որ իհարկե այսօր դեռևս հասարակությունը այդ կարգավիճակում չէ, որ բոլորը խորհուրդ տան ասեն, վայ, չէ, անպայման քո երեխային տար, այնտեղ ասում են, դու որոշիր, կկարողանաս պահել երեխային, պահ հետո ինչ է սպասվելու քեզ հետ եւ այլն, այսինքն այստեղ շատ մեծ կռիվ կա էլի եւ մայրության եւ արդեն հոգեբանության միջև եւ ֆիզիկական որոշման եւ հասարակության եւ ինչպես նաեւ այո հասարակության միջև եւ ես կարծում եմ որ արժի նաեւ տանել այնտեղ ինչպես են արձագանքները այս դրա մասին եմ ուզում խոսենք երբ թե Անահիտը ասի ոնց է Անահիտ ֆիդբեքերը դու նայում ես հետո քիչ հետո երբ դիտենք միջոցառումից հա փոքր հատված իդեպ որ տեղի ունեցել մարտի 21-ին այո ինչու եմ հենց այդ միջոցառումից խոսում որովհետեւ միջոցառմանը ներկա էին հենց շատ բալիկներ, արև բալիկներ իրենց ծնողների հետ եւ ես անմիջապես առնչվեցի, հա, թիրախային խմբի հետ, ինչ ոչ, երբ միջոցառումը ավարտվեց ու արդեն հոլովակը դիտել էին մայրերը, չեմ կարող ձեզ բացատրել, թե ինչ արձագանք էր, նախ բոլորը գալիս էին ինձ գրկելու, իրենց հույզերով կիսվելու, իրենց պատմություններն ինձ ասելու, ես գնացել եմ այդ օրը տուն եւ նամակների մեծ շարան, թե շնորհակալության, թե որ ապրումները ճիշտ էին տեղ հասցված, թե ինչ կարևոր է որ այս խնդիրը եւս մեկ անգամ բարձրաձայնում է, շատ մայրեր գրել էին, որ ես ունեցել եմ այս ապրումները, ունեցել եմ այս պատմությունը ու հենց հիմա իմ արևը իմ կողքին է ու ինձ նկարներ են ուղարկել հենց այդ պայն իրենց արև բալիկի հետ ու ես այդ օրը չեմ կարող բացատրել ինչ որ մոլորակի մեջ մոլորակից դուրս էի ու ապրում էի այդ մթնոլորտում ու մտածում էի թե ինչքան մայրեր ինչ ապրումներ ունեցան այ վրեժդ քո ասածը էլի որ
յուրաքանչյուր նաև իրենց պատմությունով է անցել։ Այո, Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր նմանատիպ խնդրով երեխա արդեն խնամող ընտանիքը հենց այդ պահին դիտելուց միանշանակ հիշում է իր պատմությունը։ Ու ինձ այդպես անսպար նամակներ էին գալիս իրենց բալիկների հետ, արև բալիկների, ու ես բոլորին անխտիր պատասխանել եմ ու կիսել եմ իրենց հույզերը ու ինչ որտեղ ուրախացել եմ, եթե կարողացել ենք հոլովակով բերել նրան, որ մարդիկ եւս մեկ անգամ ուրախանան իրենց կայացման որոշման մեջ ու դա հաստատի, որ իրենք սխալ չեն ու իրենց լույսը, իրենց արևը իրենց կողքին է։ Ֆանտաստիկ էին ուղղակի ֆիդբեքերը այդ ուշად իրական մարդկանց կողմից։ Այդ տեղի ունեցած միջոցառման հետ կապված մենք ունենք կարծես թե տեսանյութ, առաջարկում եմ այս բանին դիտենք տեսանյութը, կարծում եմ որ էլի հետաքրքիր, այսինքն պատմող նյութ է տվյալ միջոցառման մասին, որ տեղի ունեցել ամսի 21-ին Դաունի համախտանիշի համաշխարհային օրվան նվիրված, չէ, եթե չեմ սխալվում։ Այս բանին դիտենք տեսանյութ, վերադառնանք ու շարունակենք։ 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է օրդ բարին, մենք այսօր խոսում ենք շատ հետաքրքիր ու շատ կարևոր իհարկե թեմայի շուրջ, խոսում ենք Դաունի համախտանիշի մասին եւ այդ համախտանիշի հետ կապված մեր մարդկանց վերաբերմունքի մասին։ Եթե իհարկե նոր եք միացել, ասեմ, որ հերոստա եթերին շատ բան եք բաց թողել, բայց մնացեք, որովհետև դեռ խոսելու ենք շատ հետաքրքիր իհարկե հյուրեր ունենք, Անահիտ Նեկիրակոսյան եւ ռեժիսոր Վահեյանը, մենք այսօր տեղերով փոխվել ենք եւ շատ հետաքրքիր իհարկե շատ հետաքրքիր։ Ուզում եմ ասել շատ շնորհակալ եմ ձեր ջերմ տաղավարով։ Մենք միշտ պատրաստ ենք ընդունելու Անահիտ ջան։ Միշտ երազում ես խոսքերը այս կողմից ասել։ Վայջան, այս համագործակցությունը շատ հրաշալի համագործակցություն է, իհարկե պտուղները ֆանտաստիկ են, ինչպես տեղի ունեցավ առաջին անգամ էր այս համագործակցությունը եւ խոսենք համագործակցության արդյունքներից։ Այո, լրիվ առաջին անգամ էր, տեսեք, ստեղծագործական համակրանքը կար իմ ռեժիսոր Վահեյանի Անահիտին եւ Անահիտի համակրանքը ինձ, փոխադարձ համակրանք կար, բայց համագործակցություն չէր եղել ու ես մոռացա ասել, բայց երբ որ ես Անահիտին հրավեր ուղարկեցի, Անահիտը մի անգամ չպատասխանեց։ Ու ես իրոք Անահիտի հետ չէի պայմանավորվել, ես որոշել էի ինքս ինձ համար, որ եթե նույնիսկ լինի ոչ, ես հրապարակեմ, որ Անահիտ Կիրակոսյանից մերժել ոչ, ու ես իրոք բան, տենց ոգևորված էի այդ մտքով, որ հա, ու Անահիտից պատասխան չկա։ Ես սպասեցի, ասացի լավ, վсё, լավ վերջ, հիմա երևի կպատասխանի կասի ներողություն եմ խնդրում, ես ուղղակի շատ զբաղված եմ, թե չէ մեծ սիրով, ինչպես Անահիտը կարող է անել, էլի գրագի հետ շատ կուլտուրական ձևով, առանց նեղացնելու։ Հաջորդ օրը արթնացա, դեռ պատասխան չկար, մեկ էլ մի անգամից պատասխանը տեսա, որ Անահիտը համաձայնվել է, ինչի համար շատ ուրախացա։ Ու երբ որ մենք նկարահանման տաղավարում էինք, ես իմ սպասելիքները իրոք արդարացան, որովհետև Անահիտը երբ մտավ, ինքը արդեն դերի մեջ մտավ։ Կա օրինակ նկարանման հրապարակում խոսում են, հա-հա-հի, ծրվում են հենց այդ բաղ գալիս, մատոր բան, լույս բան, ինքը արդեն վիճակի մեջ, Անահիտը տենց եկավ, ու Անահիտը տենց գնաց։ Այսինքն ես երբ սցենարն ուղարկել եմ, ես հասկացա, որ ինքը իրոք պատրաստվել էր ու լրիվ այդ մթնոլորտի մեջ էր, նույնիսկ կադրերից, տեսարանների մեջ, երբ որ ստոպ էինք տալիս, ինքը դուրս չէր գալիս տևից։ Ու ես ասում եմ, վաու։ Վայ, հետաքրքիր է Անահիտին ճանաչում ես երկար տարիներ, սոցիալական տեսահոլովակը նկարահանելուց առաջ ուսումնասիրել ես երեխաների հետ շփում ունեցել ես իրենց հոգեբանությունը, թե միայն պատմությունն ես լսել եւ որոշել ես, որ աշխատես, ինձ հետաքրքիր է։ Հիմա, այսինքն այս կարգավիճակ ունեցող երեխաների հետ Դե երեխաների հետ վաղուց եմ աշխատում, դրանց առաջ երաժշտական տեսահոլովակ եմ նկարել, սոցիալական հոլովակ եմ նկարել, իսկ երբ որ Տեր Գրիգորը պատմեց պատմությունը, որ կարծում եմ դա հիվանդանոցների կողմից որ արվում է, դա ծննդատների հրեշավոր է, որ կան մոտենան, ասենք, գիտես ինչ կա, այ ավելի լավ է հրաժարվես, կյանքդ մի փչացրու, այդ ուղակի ինձ մոտ այո սցենար դառավ ու դրա համար այդ սցենարում երբ որ կադրը մոտենում է Անահիտին այդ կողքից հասարակության ճնշող խոսքերն էին ու ինչով էր դժվար խաղալ դերասանական իմաստով կադրում մի դերասան է եւ ինքը խաղում է անցյալ ներկա ու ներկայի լուծում այսինքն միայն Անահիտի դեմքով մենք տեսնում ենք որ ինքը ծննդաբերել է
ծննդաբերել է արև երեխա, հասարակության ճնշումները, մարդ, որը քանված է իր ուղակի կյանք հոգին սմքած է, որոշում եւ որոշման իրականացում։ Դա իրականում հեշտ չէ ու ես անկեղծ ասեմ, ես գիտեի, որ Անահիտը կարողանալու է։ Ես մի տեսակ արդեն ամաչում եմ։ Ես ուզում եմ օգտվելով առիթից, քանի որ եթերում եմ, շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր կապ ունեն այս ամենի հետ։ Ես ուզում եմ ջերմագին բարևներ ուղարկենք Տեր Գրիգորին։ Այո, մեր ողջույնները, այդ մեծ գործը, որ անում է երեխաներին համախմբում, ահռելի գործ է, էլի, այսինքն մեծածավալ նվիրումով, բարությամբ, անշահախնդիր ու անկեղծ։ Իսկապես մեր ջերմագին բարևները նրան ու շնորհակալությունը։ Ես ուզում եմ Բոգոսին շնորհակալություն հայտնել, աղասին շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հոլովակի նկարահանման հետ կապ ունեն, հա, ամբողջ թիմին, որտեղ յուրաքանչյուրը նկարահանել, տեսահոլովակ։ Նկարահանել ենք Իզմիրյան բժշկական կենտրոնում ու շատ շնորհակալություններ նաև մեր սիրելի պարոն Չարչյանին, շնորհակալություն երիտասարդ օպերատոր Ռաշոտ Հովանիսյանին, Վահե Բոգոսին պրոդյուսեր եւ իհարկե Տեր Գրիգորին ասացինք, Տեր Գրիգորը ինձ համար արևների արևն է։ Արևներին ջերմացնող կենտրոնական արևն է։ Այո, շնորհակալ ենք բոլորին։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն քեզ Անահիտ։ Դու ոչ միայն հասարակական, մշակութային, հա, հանրային գործունեություն ես վարում, մենք բոլորս գիտենք եւ սա չափազանցվածություն չէ, ես կարծում եմ ամենամեղմն է, որ բնութագրում եմ քեզ։ Գիտեմ, որ շատ զգայուն ես նաեւ ցանկացած սոցիալական խնդիր ունեցող, հա, դա կլինի երեխա, դա կլինի ցանկացած մարդ, ով ունի ինչ-որ մի խնդիր, ոնց ես դու արձագանքում, փորձում ես օգնել, մարդկանց համախմբել մի կետի շուրջ, որպեսզի այդ մարդը կյանք ունենա, ապրի, անցնի այն բոլոր դժվարություններն, ամանավանդ առողջական վիճակի հետ կապված։ Ես գիտեմ դու ինչպես ես կանգնում ու շատ այսպես ես քո բոլոր տեսանյութերը հատուկ նայում եմ եւ եթե այսինքն ինչ որ բան նշում եք, բնականաբար ուղարկում եմ ընկերներին, ասում եմ օգնեք եւ այլն, որովհետեւ սա շատ կարեւոր է եւ մարդու կյանքի հետ է կապված։ Շնորհակալություն քեզ, իհարկե, մենք այնքան քիչ ենք, մեր ազգը շատ փոքր է եւ մենք մեկս մյուսից տեր պետք է կանգնենք։ Այս սոցիալական տեսահոլովակ այսօր Վահեն մեկս մյուսից տեր կանգնելու եւ ծնվող եկող երեխային տեր կանգնելու նաեւ կարեւոր դիվիզ է, որ պետք է, եթե մարդը կյանք է տվել, իհարկե մարդուն եւ Աստված տվել է քեզ, դու պետք է այդ կյանքը պարտավոր ես պահպանել, համատեղ ապրել իր հետ, որոշում կայացնել, որքան էլ որ դժվար է, այնուամենայնիվ եւ չթողնել այդ կյանքը միայնակ։ Ես կարծում եմ, այս դիվիզը սա է եւ մենք պարտավոր ենք իհարկե յուրաքանչյուրին փայփայել։ Դա կլինի սոցիում ունեցող, թե ցանկացած առողջ նորմալ մարդ։ Շնորհակալություն Վրեժ ջան բոլոր դրական խոսքերի համար, շնորհակալություն Վահեյանին, որ այսօր մեր տաղավարում էր։ Ես կարծես թե փոխեցի կարգավիճակս եւ կրկին ընդունեցի հաղորդավարու կեցված, իրականում կարծում եմ շատ յուրահատուկ նմանեցնեցող եթեր ստացվեց, բայց ինձ համար հաճելի էր նաեւ այս կարգավիճակը ու մեծագույն հաճույքով կսպասեմ նոր համագործակցությունների, որովհետեւ Վահեյան ռեժիսորի հետ աշխատելը ելի եմ կրկնում պատիվ ու յուրահատուկ։ Շնորհակալ եմ Անահիտ ջան։ Հիմա Վահեին ճնշել, ասել, որ ինչ է սպասվում եւ այլն, այլ ուղղակի սպասում ենք։ Կարող ենք ասել, որ հենց հիմա երկու Կիրակոսյանի արանքում եք եւ կարող եք երազանք պահել։ Նույնիսկ միասին ասել։ Այո, այնպես որ այն կիրականանա։ Այս պահին եթերում։ Ես հենց այս պահին կպահեմ, բայց կլինի, չէ, բարձրաձայն չասեմ։ Չէ, պետք չի, երազանքի մասին չեն ասում բարձրաձայն։ Դուք էլ ձեր երազանքը պահեք, սիրելի հեռուստադիտող, այնպես որ եկեք մեր շրջապատին, մեր յուրաքանչյուրից վերաբերվենք խնամքով։ Սա շատ կարևոր է։ Խնամենք մեկս մյուսից, որպեսզի յուրաքանչյուրիս կյանքում լցվի այդ խնամքի կարևոր լույսը, ապրելու, արարելու, ստեղծելու, անկախ մեր հնարավորություններից։ Մենք յուրաքանչյուրս վերջերս նեղանում են, ասում ենք ներառականություն։ Մենք բոլորս ներառական ենք։ Մենք բոլորս ունենք ներառականության խնդիր։ Եվ այս ներառականությունը ինչ է նշանակում։ Մեկս մյուսից խնամելու, մեկս մյուսից թերի կողմը, բաց կողմը լրացնելու, այսինքն առավելություն է։ Ես ունեմ, դու չունես, դու ունես, ես չունեմ։ Այս խնդիրը շատ կարևոր է այսօր եւ իհարկե միանշանակ, եթե չխնամենք իրար, չենք ապրի երկար։ Այսօր այսքանն էր։ Անահիտ, շնորհակալություն քեզ։ Կհանդիպենք հաջորդ աշխատանքային առավոտ։ Շնորհակալություն քեզ Վահե։ Շնորհակալ եմ։ 21 TV եթերում եւ կասենք օրդ բարին է եթերում, բարի առավոտ։ Լավ մնացեք։